Մշտական աղբավայր են դարձել Արմավիրի մարզի հանրապետական մարզային մինչ համայնքային նշանակության ճանապարհներին հարող որոշ տարածքներ։ Շատ համայնքներ չեն խրատվել անգամ այն բանից հետո, երբ ենթարկվել են վարչական տուգանքների։ Տարածքների սանիտարահիգիենիկ վիճակը ստեղծված հանձնաժողովի ուշադրությունից դուրս չի մնում։ Մարզի 10 համայնքներում հանձնաժողովականները անցանկալի հյուրեր էին։ Այգիվանում բնակիչներն աղբը կուտակել էին հենց բնակելի տների շրջակայքում։ Աղբակույտեր էին գոյացել Սարդարապատի ճամփեզրին։ Բամբակաշատի գերեզմանոցի տարածքը վերածվել էր իսկական աղբավայրի։ Շատ համայնքապետեր այս անգամ եւս վարչական տուգանքներից չեն խուսափելու։ Մենք նայում ենք մարզում համայնքներ մտնող բոլոր ճանապարհների սանիտարական վիճակը։ Ինչպես տեսնում եք, համարը ամբողջ տարին նայել ենք, ժամանակին տրվել են հանձնարարականներ աղբահանությունը նորմալ կազմակերպելու, սակայն որոշ համայնքներ դեռևս չեն կարողանում ճիշտ կազմակերպել, ժամանակին կազմակերպել։ Թե իրականում որքան փայտ է հանվում Լոռու անտառներից, հայտնի չէ նույնիսկ գլխավոր անտառապետին։ Մարզի ոստիկանության ստորաբաժանումներին հաջողվել է անցած 10 ամիսներին հայտնաբերել ապօրինի անտառահատումների 34 դեպք։ Հարուցվել է 7 քրեական գործ։ Պետությանը պատճառված 50 միլիոն դրամի վնասի բացահայտումը իրական ծավալների համեմատ քիչ է։ Հայ անտառի գլխավոր անտառապետն անկեղծանում է, որ 100%-ով հնարավոր չէ արգելել անտառ գողությունները։ Հատումները սակայն փոխհատուցվում են անտառ վերականգնմամբ։ Հիմնված անտառների ծավալը գերազանցում է 35,000 հեկտարը։ Թեղուտում հատված անտառի փոխարեն ընկերությունը աշնանը հիմնել է համայնքային նոր անտառներ 130 հեկտար, 80 հեկտար էլ ջրաշենում։ Գլխավոր տեսակը ընտրում ենք ըստ նպատակահարմարության, այն տեսակը, որը տնտեսապես ավելի արդյունավետ է, դա կաղնին եւ սոճերին է։ Իհարկե ուղեկցող տեսակներ էլ կան, հացենին, թեղին։ Կապանի շինարարների թաղամասի համար 20 շենքի բնակիչները մարզպետարանում ու քաղաքապետարանում ամենօրյա հյուրեր են։ Նրանք տարիներ էին ապրում են վթարային շենքում։ Որոշ բնակիչներ վաղուց լքել են իրենց բնակարանները, մյուսներն էլ ճարահատյալ են բնակվում։ Շենքում տուն չկա, որ ճակ չունենա, օրեցօր էլ ավելանում են նորերը։ Ամբողջ թաղամասում շենքը միակն է, որ չի գազիֆիկացվել։ Շենքը կառուցման օրվանից ամուր հիմք չի ունեցել։ Առաջին հարկում բնակվողները մկների հետ են կռիվ տալիս, վերին հարկի բնակիչները ջրի եւ ձյան կաթոցների դեմ են պայքարում։ Սյունիքում 4-րդ աստիճանի վթարայնության 3 բազմահարկ շենք կա եւ 92 անհատական տուն։ Խնդրի լուծման համար 5 տարի առաջ է պետական բյուջեից միջոցներ հատկացվել։ Փոխհատուցվել է ընդամենը 11 բնակիչ։ Բողոքելու տեղ չունենք, սա հեսե նայ, մազի չափ է, չէ, հիմքից։ Հիմա տես բացվածքը ինչքան է։ Վանաձորի Գրիբոեդովի համար 1 շենքի բնակիչների տարիների համբերությունը հատել է։ Ջրամատակարարման ջրահեռացման համակարգի բարելավում հայ-գերմանական վարկային ծրագրով շինարարները ջրի հին խողովակաշարին զուգահեռ անցկացրել են նորը։ Աշխատանքները մնացել են անավարտ, ինչի հետևանքով հին վնասված խողովակաշարից շարունակում է ջուր հոսել, խոչընդոտելով բնակիչների եւ մեքենաների ելումուտը։ Շենքի բակում գոյանում են մեծ ջրափոսեր։ Օրեր առաջ 2 մանկահասակ երեխաներ ընկել են կիսասառած ջրափոսը, բայց բարեբախտաբար չեն տուժել։ Նախկին ջեռուցման համակարգում վթարի հետ կապված խնդիրը ջրմուղագործներն այդպես էլ չեն հայտնաբերել։ Այս հին խողովակաշարը պայթած է, այս ջրերը տանում է։ Նորը քաշել են, հինն էլ տրակած է։ Գյումրու Շիրակ հյուրանոցը թերևս ինքնափլուզման ճանապարհով բոլորին ազատի ավելորդ հոգսերից երկրաշարժից հետո մինչև այսօր կառույցը հանգիստ չունի։ Ժամանակ առ ժամանակ կամ քանդվում է կամ ապամոնտաժվում։ Շենքի վթարայնության աստիճանն ավելացել է նաև բնակիչների թեթև ձեռքով։ Տարիների ընթացքում նրանք շենքից հանել ու տարել են ամրանները։ Վերջերս պարսպապատված տարածքը հիմա էլ վտանգավոր է դարձել հետիոտների համար։ Շենքի հետագա ճակատագիրը որոշելու համար պետբյուջեից գումարներ չեն նախատեսվում։ Մարզպետարանն էլ որոշել է անվարձահատույց հանձնել այն ցանկացած կազմակերպության կամ անհատի։ Վնասվել էր միանշանակ, բայց այդ շենքը հանգիստ կարելի էր ոչ մեծ միջոցներով ամրացնել։ Նույնիսկ կարելի էր երկրաշարժից հետո շահագործել, որովհետև 3-րդ աստիճանի հազիվ էր ձգում վթարայնությունը։
Երկրաշարժից հետո շատ գյումրեցիներ բնակություն են հաստատել երկաթուղուն հարող տարածքում։ Այն ապրելու համար անթույլատրելի եւ վտանգավոր է համարվում։ Անթույլատրելի վայրերում բնակվող ընտանիքների թիվը Գյումրիում հատում է 35-ի սահմանը։ Նրանցից էլ միայն 7-ն ունի երկրաշարժից անօթևանի կարգավիճակ։ Անօթևանների բնակարանային խնդիրը լուծելը հեշտ գործ չէ։ Մյուսների համար իշխանությունները ելք պետք է փնտրեն։ Հարավկովկասյան երկաթուղիների գլխավոր տնօրենն ու Շիրակի մարզպետը լրացուցիչ կքննարկեն բնակարան եւ դրանից օգտվելու որևէ արտոնություն չունեցող ընտանիքների խնդիրը։ Մինչեւ բնակարանային խնդրի լուծումը ընտանիքներին կտեղափոխեն անվտանգ վայրեր։ Երթևեկող գնացքների թիվն ավելացել է, բայց անփոփոխ են մնացել մարդկանց սովորությունները, որտեղից պատահի հատում են երկաթուղու գծերը։ Մինչև դեկտեմբերը կիսվի արդեն պարզ կլինի, թե 35 ընտանիքները երբ եւ ուր են տեղափոխվելու։ 88-ի աղետից հետո դեռ կայարանամերձ տարածքներում ապրում են մարդիկ բնակության համար ոչ պիտանի տարածքներում։ Մենք մշակում ենք ծրագրեր, որոնցում լուծում կտանք նաև այդ մարդկանց պայմանների բարելավմանը։ так называемых вот этих социальных вопросов для этих жителей. Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորներին մի որոշ ժամանակ հաջողվել էր հետաքրքիր դարձնել սեփական առօրյան եւ հաղթահարել ձանձրույթը։ Հոգևոր հովվի իրենց այցելությունից հետո դատապարտվածները որոշել են սեփական ուժերով մատուռ կառուցել։ Ամենափրկիչ մատուռ սրբատեղին օծվեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհի եպիսկոպոս Չուլջյանի ձեռմամբ։ Գուգարաց թեմի առաջնորդի խորհուրդն էլ կալանավորներին։ Մատուռի օծումից հետո հոգևոր հայրերը մկրտեցին շինարարության գործում իրենց ներդրումն ունեցող կալանավորի։ Տեր Սեպուհի եպիսկոպոս Չուլջյանը կալանավորներից փայտից քանդակած խաչքար նվեր ստացավ։ Քրեակատարողական հիմնարկից էլ հեռացավ նրանց օրհնելուց հետո միայն։ Եթե մեր իրականության մեջ գոյություն ունի քրեակատարողական հիմնարկները եւ այդտեղ կան բնակիչներ, որոնց ժամկետները ճիշտ է դրված են, բայց այնուամենայնիվ նրանք այդ տվյալ ժամկետում պիտի ապրեն այստեղ, նրանք պետք է իսկապես զերծ չմնան հոգեվոր շփվածությունից, հոգեվոր կապից եւ առավելաբար Աստվածտիրությունից